2. Չնայած Բաթումին այսօր անպամած է, բայց միևնույն է, ափը մարդաշատ է և ոչ ոք բաց չի թողնում առիթը ծովում հանգստանալու, տեսեք ինչ մեծ անդիկներ են, սակայն դա ոչ ոքի չի անհանգստացնում, մարդիկ միևնույն է վայելում են իրենց հանգիստը։ Այսպիսի տեսք ունեն Դիսնեյի մուլտհերոսները առավոտ են, եթե չգիտեիք իմացեք, բայց միշտ էլ այսպես է լինում։ Պատրաստվում ենք գնալ նախաճաշելու, քանի որ նախորդ օրը չէինք հասցրել գնումներ կատարել, այդ պատճառով այսօր նախաճաշը անելու ենք ռեստորանում։ Նախաճաշից հետո որոշել ենք գնալ գնումներ կատարելու, քանի որ առավոտյան և առհասարակ սնունդ չունենք բնակարանում և որոշ գնումներ կուզենայինք կատարել, որից հետո արդեն վերադառնալու ենք ու գնանք ծով հանգստանալու։ Հետո մեզ սպասվում է իհարկե արդեն երեկոյաշրջա այս քաղաքում ու ընթրիք։ Այսօր դիմահարդարման կարիք չեմ զգում, այդ պատճառով առանց դիմահարդարման եմ դուրս գալիս տնից և ահա սա իմ տեսքն է, չնայած որ անպամած է, միևնույն է դրսում շոգ է ու տոթ է։ Ահա այսպիսի մեծ ռեստորանում ենք այսօր նախաճաշելու, մեզ շատ էր դուր եկել, իրականում հենց առաջին օրվանից ես ուզում էի տեսնել այս ռեստորանը ներսից և շատ հավանեցինք, քանի որ հետաքրքիր դիզայներական լուծումներ կային, եթե նկատեցիք լույսերը շատ հետաքրքիր քանդակներ են ու շատ էր ամեն ինչ ինձ դուր եկել ու տպավորել։ Դե իհարկե ես ինտերիեր դիզայներ լինելով շատ եմ գնահատում նման տարածքների դիզայներական մոտեցումները, երբ ամեն բան մտածված է, հիմա ավելի մոտիկից կտեսնեք, բայց այնուամենայնիվ այս ռեստորանի ամենագեղեցիկ հատվածը այն է, որ այն գտնվում է հենց ափի վրա և ամբողջությամբ 3 կողմից ծովն է իր գեղեցկությամբ լցնում տարածքը։ Նման միջավայրում ինչ էլ ուտես, կարծում եմ շատ համով է լինելու։ Այս տեսքն ունի մեր սեղանը, ամեն ինչ շատ համեղ էր և մենք նույնիսկ հասցրեցինք այս ընթացքում նկարվել, նկարները կարող եք տեսնել իմ ինստագրամյան էջում։ Ինտերիերներում ես շատ եմ կարևորում հենց սանհանգույցի զոնան, քանի որ այն հիգիենայի ամենակարևոր կետերից մեկն է և հասարակական տարածքներում հատկապես այն պետք է միշտ լինի շատ մաքուր, գեղեցիկ և կոկիկ, իսկ սա գերազանցեց իմ բոլոր պատկերացումները։ Մենք արդեն ավարտեցինք և դուրս ենք եկել քաղաք գնումներ կատարելու։ Եղանակը հրաշալի է, տրամադրությունը բարձր։ Վրաստանը կարծես հակասությունների երկիր լինի, կարծում եմ ես ճարտարապետության մեջ էլ դա երևում է, թե ինչ հետաքրքիր շենքեր նրանք ունեն, մենք հիմա կտեսնենք, բայց այնուամենայնիվ շատ խառն է երկիրը և հինը և նորը մի տեսակ իրար հետ չեն համադրվում ու մարդկանց բնավորության մեջ էլ դա շատ պարզ նկատվում է։ Ինձ շատ են դուր գալիս այս բարձրահարկ շենքերը, իրականում ես շատ եմ սիրում բարձրահարկ շենքերը ու կուզենայի, որ Երևանում ևս մենք ունենայինք, եթե չեմ սխալվում հիմա կառուցում են, բայց չեմ կարծում, որ նման բարձրություն ունեն, քանի որ մեր մոտ ունենք սեյսմիկայնության խնդիր։ Քարֆուրում ենք և կատարում ենք արդեն մեր գնումները։ Ուզում եմ լսեք այս ձայնը։ Գնել ենք ամենակարևորը՝ ձմերուկ և գարեջուր։ Դուրս եկել էր այս դիզայնը, Հայաստանում կարծեմ չեմ տեսել։ Վիդեոյում ժամանակը արագ է թռչում և մենք արդեն պատրաստվում ենք գնալ ծով։ Սա իմ աութֆիթն է։ Իհարկե Բաթումիում չես կարող լողալ առանց նման հարմարանքների և մենք որոշեցինք, որ պետք է անպայման գնենք մեզ համար այսպիսի տապչկաներ, որպեսզի քարերի վրա մեր ոտքերը չցավացնենք, անդադ, քանի որ ծովն էլ շատ ալեկոծված էր և հիմա էլ շատ մեծ ալիքներ են ու քարերը անդադ խփում են և ցավեցնում են։ Արդեն հարազատարձած ճանապարհով գնում ենք դեպի ծով։ Ինձ համար ծովի հետ առաջին հպումը կարծես ջերմ ու շատ սպասված գրկախառնություն լինի։ Բայց ծովն այսօր բոլորին է գրկում։ Վայելեք։ Անասելի հաճույք է նստել նման միջավայրում և վայելել սիրելի խմիչքդ։ Կլինի դա գարեջուր, սուրճ, թե սառը որևէ ըմպելիք։
Ջուրը կյանք է։ Ինձ համար այս ասացվածքը պատահական չէ, ես շատ եմ սիրում ծովը եւ ջուրը ոչ միայն ըմպելու համար է իմ համար համարում կյանք, այլ նաեւ ուղղակի վայելելու, զգալու իմ մտքերը ու մտահոգությունները ծովին հանձնելու ինձ համար մի փոքրիկ հանգստության օղակ է, փրկության օղակ։ Ծանոթացեք, քույրսը վազում է աղավնիների հետևից։ Շատ եմ սիրում ես աղավնիների հետևից բռնոսի խաղալ։ Իսկ մենք այժմ շտապում ենք տուն հանգստանալու ու մեզ կարգի բերելու։ Եվ այս հրաշալի տեսարանով անում ենք հազարավոր վիդեոներ եւ ֆոտոներ եւ ոչ մի տեղ չենք տեղադրում։ Դա լավ, կատակ եմ անում, YouTube-ում տեղադրում եմ։ Եթե հնարավորություն ունենայի, այս տեսարանը կտեղափոխեի Երևան։ Եվ նորից անցնելով մեր հարազատ ճանապարհներով, արդեն շտապում ենք համեղ ուտելու, սնվելու տեղ գտնել։ Իդեպ լրիվ մոռացել էի ձեզ ցույց տալ իմ լուքը այսօրվա ընթրիքի համար։ Ես կարծում եմ, որ ցանկացած երկիր այցելելիս կա 3 պայման, որոնք պետք է անպայման իրականացնես, որպեսզի հասկանաս, թե ինչ մշակույթ ունի այդ երկիրը։ Առաջինը հենց խոհանոցն է։ Երկրորդ տեղում հին թաղամասերն են։ Երրորդ տեղում արվեստի հետ կապված ցանկացած ճյուղ, երգ, պար, երաժշտություն, նկարչություն, այն ամենը, ինչ թույլ է տալիս հասկանալու, թե ինչպես են զվարճանում եւ հանգստանում այդ երկրի մարդիկ։ Վիդեոյում Բաթումի հին թաղամասերն են։ Այսօր մեր նպատակն էր խինկալի ուտել, հենց վրացական պատրաստված խինկալի, եւ մենք գտել ենք մի ռեստորան, սակայն պարզվեց, որ այն փակ է, եւ մենք հիմա գտնվում ենք մի ռեստորանում, որը մեզ առաջարկեցին մի խումբ երիտասարդ վրացիներ։ Չեմ կարող ասել անունը, հիմա կփորձեմ անունը ասել։ Շեմոյխեդե գենացվալը։ Շատ էի կարոտել վրացական խինկալին, իսկապես շատ համեղ էր, բայց սպասարկումը այստեղ ուղղակի ահավոր էր։ Չեմ կարող ասել մի քանի անգամ անդադ նախ տարբեր մարդիկ էին սպասարկում, հետո շատ երկար ժամանակով անհետանում էին։ Սպասարկումը առաջին անգամ ես վերհիշեցի, որ Վրաստանում եմ։ Բացի այդ, կողքի սեղանին նստած մարդիկ շատ բարձր էին խոսում, ծիծաղում ու խմած էին, ռուսներ էին։ Կներեք։ Ու դա իր էֆեկտը ունեցավ, որ չկարողանաս հանգստանաս եւ վայելես ընթրիքդ։ Մենք նաեւ սալատ էինք պատվիրել, որից հետո ես սկսեցի ինձ բաց գալ ու վերադարձանք հյուրանոց արդեն տաքսիով, իսկ հյուրանոցում մեզ սպասվում էր լիքը հերթ վերելակի մոտ։ Բայց դա ավելի քիչ ահավոր էր, քան այն, ինչ ինձ հետ կատարվեց գիշերը, քանի որ ես թունավորվել էի եւ ինձ շատ վատ էի զգում, արդեն պատկերացնում եք հետևանքները չմանրամասնեմ, ամեն դեպքում ահավոր էր։ Ահավոր էր նաև այն, որ դա շարունակվեց 2 օր, եւ ես 2 օր տանը պարկած եմ եղել։ Վիդեոյում այն տևում է 2 րոպե, բայց կարծես մի հավերժություն լիներ իմ համար կյանքը կանգ էր առել։ Ոչ ծով գնացի, ոչ նորմալ սվում էի ու շատ տխուր էր։ Անփոփոխ էր միայն հրավառությունը։